Փաշինյանն ասում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև աննախադեպ դրական երկխոսություն է հաստատվել։ Ձեզ այս փաստը ոգևորում է։ Ոգևորված չեմ, ուղղակի սպասողական վիճակ է, ինչ մտածում ենք են ասում ուրիշ, այլ կերպ այլ բան չեն կարող ասել։ Ոչ։ Ինչու։ Երևակայի չէ, որովհետև Թուրքիայի սպասելիքներ չունեն։ Սպասելիք չկա Թուրքիայից։ Եթե մենք գիտենք, որ նա մեր տարավոր թշնամին է, ուրեմն անի սպասելիք չկա, ընդհանրապես քաղաքականության մեջ կա բան, որը որ ժողովուրդը չի հասկանում, դա ժամանակ շահելու պահն է։ Այսօր ինձ ցենց է թվում, որ ինքը ժամանակ է շահում։ Ժամանակը շահում են մենակ նրա համար, որ կայանան ոտքի կայնեն։ Շատ կներեք, ես Հայաստանի քաղաքացի չեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, կներեք, չեմ կարող ոչ մի բան ասել։ Ես պոլիտիկայով չեմ զբաղվում, էլի կներեք, չեմ կարող պատասխանել։ Ինձ այդ հարցերը մեկ դա ես դրանից հոգնած եմ։ Եթե իրականում լավ հարաբերություն ունի, ինչի՞ չէ։ Եթե իրականում լավ լինի։ Բայց եթե սատանություններ լինի, բայց ոչ մի անգամ մեզ Թուրքիայից օգուտ չի եղել։ Այդքան բան կարամ ասել։ Մանավանդով զոհեր ունեն նրանց հետ կապրեն, չէ, թողեք գնա։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Թուրքիան անդադ կարողի մեջ են ասել։ Ոնց կարող ասեմ, սենց է կանես։ Ես չեմ հավատում, քանի որ Փաշինյանն էլ է թուրք, մեր Հայաստանը կործանում է քիչ-քիչ, մեղք ենք մեր հայ ժողովուրդով։ Ուղղակի ողբալի վիճակ է։ Որ տեսնում ենք մեր առաջը, ինչեր է կատարվում, այ դրանով, որ այդքան զինվորը խփվեց, այ դրա համար, շատ ողբալի վիճակ է Հայաստանը, ժողովուրդը մեղք են, ուղղակի մեղք համ հոգեպես, համ ֆիզիկապես, ես այդքանը կասեմ, Հայաստանում պետք է կառավարողը լինի թիգունքով իր հայ ժողովրդի համար, ոչ թե տապալելով Հայաստանը գնա, Հայաստանը իր համար շատ թանկ պիտի լինի, բայց բանից պարզվելով թանկ չի։ Այդ բոլորը տեսնելով մենք զգում ենք մեր կաշվի վրա։ Ոչ մի կերպ չի ոգևորում, դարերով եկած թշնամությունը ոնց կարելի է մի գրիչի հարվածով մոռանալ։ Դե այդքանով ասեմ, էյֆորիայի մեջ եմ ոգևորված, բայց չգիտեմ ես եմ հավատում է դրանց նավության լավ հարաբերությունները զարգացնել։ Այս հավատալում իմ օրվա հացի հիմա ես մտածում, Փաշինյանը ինչ ասում, Նրանք մեր բացառիկ թշնամին են, բացառիկ։ Այդպիսի թշնամի հայ ազգը չի ունեցել եւ չի էլ ունենալու։ Ես մի բան ասեմ աղջի ջան, շատ շնորհակալություն որ ներկայացրին, ես ասեմ ոչ նրա ասածին եմ հավատում, ոչ պոլիտիկայի չերում։ То жандармы отсюда чутеров, горчуnem биланс. Как они убивали еще начиная с 15 года, они так и не остановятся никогда. Это так и есть. Это же все, это же ничего не изменит. Это может только сам Иисус Христос все поменять. А так нет, это же все мое мнение, что нет. Ես ճիշտ ասած քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ էլ կարող ճիշտ ասեմ էլի, իսկ ներեք։ ինչ ասեմ, այ բալա իրանց գործն է, մենք ոչինչ չենք կարող անենք։ Դրական առանց որևէ պայմանների։ Դրական երկխոսություն է հաստատվում։ Դե չի ասի, որ առանձնապես լուրջ բան կա, եթե դրական երկխոսություն է, բոլոր երկրների մեջ էլ դա հնարավոր է։ Ցանկացած երկու նույնիսկ իրար հետ պատերազմող երկրների մեջ։ Բայց վերջնական արդյունքը ես չգիտեմ, նրա ասած յուրաքանչյուր ոնց ասեմ, խոսքի տակ ինչ որ մի բան թաքնված բան կա, որը հայտնի չէ նաև ժողովրդին։ Հիմնական դժգոհությունները լինում են դրանից։ Ավելի լավ կլի ավելի պարզ խոսել։